Տիկին Վարդանյան, անհետ կորածների հարազատները մի քանի օր է պահանջում են 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը։ Ինձ հետաքրքիր է ձեր խմբակցությունից շփումներ եղել են հարազատների հետ եւ որքանով եք հնարավոր համարում, որ այդ զեկույցը կքննարկվի օրինակ փակ ձևաչափով անհետ կորածների ծնողների հետ, հաշվի առնելով, որ արդեն ազգային ժողովում կազմակերպվել են նման փակ հանդիպումներ։ Շնորհակալ եմ հարցի համար, առիթից օգտվելով անդրադառնամ երեք տեղի ունեցած միջադեպին, բառացիորեն մի քանի րոպե առաջ մենք հանդիպել էինք ծնողների հետ, իմ գործընկերները տարբեր ովքեր դուրս էին եկել նույն մուտքից եւ լսել էինք նույն պահանջները, լսել էինք նույն հարցերը եւ բնականաբար չէր եղել են արձագանքու միջադեպը, որը 3 տեղի ունեցավ ԱԺ նախագահի հետ, որը պարբերաբար բնույթ է կրում, այսինքն այստեղ էլ կարող ենք տեսել տարբերությունները։ Ոչ միայն 3 այս անցնող օրերին իմ գործընկերները հանդիպել են ծնողների հետ, 3 իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանը բարձրաձայնել է այդ հարցը եւ առիթից օգտվելով կրկնեմ մեր պաշտոնական դիրքորոշումը։ 44-օրյա պատերազմի հետևանքները քննող, հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մենք չենք մասնակցել, որովհետեւ ասել ենք, որ Անդրանիկ Քոչյանը չի կարող քննել Նիկոլ Փաշինյանի արարքները, առավել եւս օբյեկտիվ գնահատականներ տալ դրանց։ Այդ հիմնավոր մեկնաբանությամբ չենք մասնակցել, բայց արդյունքում իրենք խոստացել են բացահայտել պատերազմի հանգամանքները ու ամբողջ ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը անգամ PR շոու է նախաձեռնել ու ասել է այ ես գալիս եմ այստեղ ժամերով զեկույց եմ տալիս, ի վերջո կտեսնեք ինչ է եղել, ոնց է եղել, ակնարկել է որ ընդդիմադիրներն են մեղավոր, այսինքն այն դեպքում երբ իրենք քննել են իրենց իսկ ենթադրյալ հանցագործությունները, ստացել են մի փաստաթուղթ, որի տակ չի ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները ու ֆորմալ առումով զեկույց որպես այդպեսին գոյություն չունի, բայց բնականաբար հարց է առաջանում այդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչու չեն հրապարակում կամ ինչ որ ֆորմատով չեն քննարկում եւ մենք իհարկե ասում ենք, որ այդ փաստաթուղթը եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք եթե ինչ որ գաղտնիության խնդիր կա, բերեք գոնե քննարկեք, հասկանանք ինչի մասին է։ Դրան զեկույց չենք անվանում, մենք չենք համարում, որ դա օբյեկտիվ է, բայց այո, հանրային օբյեկտիվ պահանջ կա, գոնե այն ինչ որ ստացել են, դրան ծանոթ լինելու։ Մենք դրա համար երեք իմ գործընկերը բարձրաձայնել է այդ հարցը, գործընկերուհի Աննա Գրիգորյանը ու անհետ կորածների ոչ միայն հարազատների, այլ ընդհանրապես ավելի շատ հարցեր է առաջացնում, ի վերջո իրենք իսկ իրենց ստացած փաստաթուղթը ինչու են ծածկադմփոց անում ու այդպես շահագրգիռ, որ դա որևէ տեղ չդրսևորվի, որևէ կերպ չքննարկվի։ Սա ոչ թե հարցերի է պատասխանում, այլ ավելի շատ հարցեր է առաջացնում։